Առավոտյան աղոթք, սկսեք օրը հավատքով ստացեք Աստծո օրհնությունները, Սաղմոս 63:118։ Թող Տեր Հիսուս Քրիստոսի շնորհն ու խաղաղությունը ձեզ հետ լինեն այս օրհնյալ առավոտ։ Դուք այսօր բացեցիք ձեր աչքերը, խորը շունչ քաշեցիք, զգացիք, թե ինչպես է օդը մտնում ձեր թոքերը, դա Աստծո կողմից տրված անսովոր պարգ է։ Ձեր սրտի յուրաքանչյուր զարկը հոր սիրո դրսևորումն է։ Յուրաքանչյուր նոր արշալույս հնարավորությունը նոր սկզբի, նորացման, վերականգնման համար։ Գիտեմ, որ գուցե լավ չես քնել։ Գուցե գիշերը անհանգստություններ են ներխուժել քո միտքը։ Գուցե մի քանի անգամ արթնացել ես, անհանգստանալով այսօրվա օրվա համար։ Գուցե բարձր թաց է արցունքներով, որոնք դու գաղտնի թափել ես աշխարհի աչքերից հեռու, բայց ոչ հեռու Աստծո աչքերից։ Բայց այսօր առավոտյան ուզում եմ ձեզ մի կարևոր բան ասել։ Անկախ նրանից, թե ինչպես էր ձեր գիշերը, սա նոր օր է։ Տիրոջ ողորմությունները նորոգվում են ամեն առավոտ։ Ողբեր Երեմիայի 3:22-23-ում ասվում է. Տիրոջ մեծ սիրո շնորհիվ մենք չենք սպառվում, որովհետև նրա ողորմությունները երբեք չեն վերջանում։ Դրանք նորանում են ամեն առավոտ։ Մեծ է քո հավատարմությունը։ Դու չէիր կլանված։ Դու այստեղ ես, կենդանի, շնչող, լսող այս խոսքը։ Եվ դա ապացույցն է, որ Աստված դեռ չի ավարտել քեզ հետ։ Կա նպատակ քո կյանքի համար։ Կան ծրագրեր, որոնք Աստված պատրաստել է քեզ համար։ Կա առաքելություն, որը միայն դու կարող ես իրականացնել։ Ահա թե ինչու դու այսօր արթնացար։ Այսօր առավոտյան եկեք միասին խորհենք Սաղմոս 63-ի շուրջ։ Սա շատ յուրահատուկ Սաղմոս է, որը գրել է Դավթը, երբ նա գտնվում էր Հրեաստանի անապատում։ Պատկերացրեք այս տեսարանը։ Դավիթը փախչում էր, հավանաբար, իր որդի Աբիսողոմից, որը զավթել էր գահը։ Նա գտնվում էր չոր, անապատային վայրում։ Ֆիզիկապես նա սղության մեջ էր։ Զգացմունքային առումով նա կործանված էր։ Քաղաքականապես նա կորցրել էր ամեն ինչ։ Սակայն հենց այս ծայրահեղ դժվարության համատեքստում է, որ Դավիթը գրել է Աստծուն փնտրելու մասին ամենագեղեցիկ խոսքերից մի քանիսը։ Տեսեք, թե ինչ է նա ասում 1-ին համարում։ Ով Աստված, դու իմ Աստվածն ես, ես քեզ եմ փնտրում, իմ հոգին ծարավ է քեզ համար, իմ մարմինը թուլանում է քեզ համար, ինչպես չոր ու հոգնած երկրում, որտեղ ջուր չկա։ Վաղ առավոտյան ես քեզ կփնտրեմ։ Դավիթը չսպասեց, որ հանգամանքները լավանան, նախքան Աստծուն փնտրելը։ Նա չասաց. Երբ դուրս գամ այս անապատից, երբ վերականգնեմ իմ գահը, երբ ամեն ինչ հանդարտվի, այդ ժամանակ կաղոթեմ։ Ոչ։ Անապատի մեջտեղում, սղության մեջ, ցավի մեջ, վաղ առավոտյան նա փնտրեց Տիրոջը։ Եվ ինչպիսին էր Դավթի վիճակը։ Նրա հոգին ծարավ էր Աստծուն։ Նրա մարմինը կարոտում էր աստվածային ներկայությանը։ Դա լարված, հուսահատ, անհետաձգելի որոնում էր։ Ինչպես անապատում ճանապարհորդը կարոտում է ջուրը, այնպես էլ Դավիթը կարոտում էր Աստծուն։ Ուզում եմ հարցնել ձեզ. ծարավ եք Աստծո համար։ Ես չեմ խոսում մակերեսային կրոնականության սովորությունից դրդված եկեղեցի գնալու կամ միայն ուտելուց առաջ աղոթելու մասին։ Ես խոսում եմ խորը ծարավի, այրվող ցանկության, ամենակարողի ներկայության անկեղծ որոնման մասին։ Հաճախ մենք կորցնում ենք այդ ծարավը։ Մենք սովորում ենք գաղջ հոգոր կյանքին։ Մենք անում ենք անհրաժեշտ նվազագույնը, արտաքին տեսքը պահպանելու համար։ Բայց Աստծո հետապնդման մեջ չկա ոչ կրակ, ոչ գիրք, ոչ էլ ինտենսիվություն։ Եվ արդյունքը քրիստոնեական կյանք է, առանց զորության, առանց ուրախության, առանց պտղի։ Այսօր առավոտյան ես ձեզ հրավիրում եմ վերականգնել այդ ծարավը։ Ասա Տիրոջը, Աստված, ես ավելին եմ ուզում քեզանից։ Ես չեմ բավարարվում քո ներկայության փշրանքներով։ Ես ուզում եմ խորապես ճանաչել քեզ։ Ես ուզում եմ զգալ քո զորությունը։ Ես ուզում եմ վերափոխվել քո փառքով։ Սաղմոս 63:2 համարը շարունակվում է. տեսնելու քո զորությունն ու քո փառքը, ինչպես որ տեսա քեզ սրբարանում։ Դավիթը հիշում է Աստծո հետ անցյալի փորձառությունները։ Նա տեսել էր Տիրոջ զորությունը սրբավայրում։ Նա տեսել էր աստվածային փառքը։ Եվ այս հիշողությունները սնուցում են նրա հավատը ներկայի հանդեպ։ Նույնիսկ անապատում նա գիտեր, որ Աստված, որը հայտնվեց սրբավայրում, նույն Աստվածն էր, որը իր հետ էր այդ դժվարին պահին։ Դուք նույնպես ունեք Աստծո հետ հանդիպումների հիշողություններ։ Պահեր, երբ դուք զորեղ զգացել եք նրա ներկայությունը։
Առիթներ, երբ նա պատասխանել է ձեր աղոթքներին։ Իրավիճակներ, երբ նա փրկել է ձեզ վտանգից։ Օգտագործեք այս հիշողությունները այսօր ձեր հավատքը զորացնելու համար։ Աստված, որը հավատարիմ էր անցյալում, հավատարիմ կլինի նա ներկայում ապագայում։ Եվ ապա գալիս է Սաղմոսի ամենահզոր խոսքերից մեկը, 3 հրթամարում։ Քանի որ քո սիրառատ բարությունն ավելի լավ է, քան կյանքը, իմ շուրթերը կգովաբանեն քեզ։ Մի պահ տրամադրեք սա ընկալելու համար։ Աստծո բարությունն ավելի լավ է, քան կյանքն ինքնին։ Սա նշանակում է, որ Աստծուն ճանաչելը, նրա սերը զգալը, նրա ներկայությամբ ապրելը ավելի արժեքավոր է, քան այս աշխարհի առաջարկած ամեն ինչ։ Այն ավելի արժեքավոր է, քան հարստությունը, համբավը, հաճույքը, հաջողությունը։ Այն ավելի արժեքավոր է, քան ֆիզիկական գոյությունն ինքնին։ Երբ մենք սա հասկանում ենք, մեր տեսակետը լիովին փոխվում է։ Մենք դադարում ենք հետապնդել այն բաները, որոնք աշխարհը գնահատում է, սկսում ենք փնտրել այն, ինչը իսկապես կարևոր է։ Մենք դադարում ենք այդքան անհանգստանալ այն մասին, թե ինչ կուտենք, կհագնենք կամ որտեղ կապրենք, սկսում ենք նախ փնտրել Աստծո արքայությունը, նրա արդարությունը։ Եվ ինչ է Դավիթի արձագանքը Աստծո այս բարությանը։ Իմ շուրթերը կգովաբանեն քեզ։ Գովեստ։ Երկրպագություն։ Երախտագիտություն։ Սա պետք է լինի առաջին բանը, որ ամեն առավոտ դուրս կգա մեր բերանից։ Ոչ թե բողոքել, ոչ թե անհանգստանալ, ոչ թե տրտնջալ։ Գովեստ։ 4 հրթամարը հայտարարում է. «Ուստի ես կօրհնեմ քեզ իմ ողջ կյանքի ընթացքում, քո անունով կբարձրացնեմ ձեռքերս, քանի դեռ կամենում եմ»։ Ոչ միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է ընթանում։ Ոչ միայն այն ժամանակ, երբ ստանում եմ այն օրհնությունը, որին սպասում եմ։ Քանի դեռ կամենում եմ բոլոր հանգամանքներում, բոլոր ժամանակներում, ես կօրհնեմ Տիրոջը։ Ես կբարձրացնեմ ձեռքերս երկրպագության, հանձնվելու, կախվածության մեջ։ Այսօր առավոտյան ուզում եմ մարտահրավեր նետել ձեզ։ Նախքան Աստծուց որևէ բան խնդրելը, բարձրացրեք ձեր ձեռքերը երկրպագեք։ Օրհնեք Տիրոջ անունը։ Շնորհակալություն հայտնեք նրան նրա համար, թե ով է նա, այլ ոչ թե միայն նրա համար, ինչ անում է։ Շնորհակալություն հայտնեք նրան իր սրբության, իր արդարադատության, իր ողորմածության, իր հավատարմության համար։ Շնորհակալություն հայտնեք նրան, որովհետև նա Աստված է, երկնքի երկրի արարիչը, ալֆան օմեգան, թագավորների թագավորը, տերերի տերը։ 5 հրթ 6 հրթամարները բացահայտում են այն բավարարվածությունը, որը մենք գտնում ենք Աստծո մեջ։ Իմ հոգին կկշտանա ինչպես ոսկրածուծով ու ճարպով, իմ բերանը կգոհանա քեզ ուրախ շուրթերով, երբ հիշեմ քեզ իմ անկողնում մտորեմ քեզ վրա գիշերվա պահերին։ Կշտացնել։ Բավարարել։ Լցնել։ Երբ մենք իսկապես փնտրում ենք Աստծուն, մենք դատարկ չենք մնում։ Մեր հոգին լցվում է, մեր սիրտը բավարարվում է, մեր խորագույն կարիքները բավարարվում են։ Աշխարհն առաջարկում է բազմաթիվ բաներ, որոնք խոստանում են բավարարել մեզ՝ փող, հարաբերություններ, զվարճանք, նվաճումներ։ Բայց այս ամենը դատարկություն է թողնում։ Միայն Աստված կարող է իսկապես լցնել մեզ։ Եվ երբ Դավիթը զգաց այս բավարարվածությունը, երբ նա հիշում էր Աստծուն անկողնում, երբ խորհրդածում էր նրա մասին գիշերային պահակախմբերի ժամանակ, Աստծո հետ մտերմությունը տեղի է ունենում ոչ միայն հանրային պաշտամունքի ժամանակ։ Այն զարգանում է անձնական պահերին, երբ ոչ ոք չի նայում, սենյակի լռության մեջ, վաղ առավոտյան լռության մեջ։ 7 հրթամարը բացատրում է, թե ինչու կարող էր Դավիթը այդքան ուժգնությամբ գովաբանել։ Որովհետև դու իմ օգնականն ես եղել, ուստի քո թերի ստվերում ես ուրախությամբ երգում եմ։ Աստված Դավթի օգնականն էր եղել։ Ոչ թե մեկ անգամ, այլ բազմիցս։ Ամեն ճակատամարտում, ամեն ճգնաժամում, ամեն դժվարության մեջ Աստված այնտեղ էր։ Եվ դրա շնորհիվ Դավիթը կարող էր հանգստանալ Բարձրյալի թերի ստվերում։ Այս պատկերը այնքան գեղեցիկ է, ինչպես մի փոքրիկ թռչուն, որը ապաստան է գտնում մոր թերի տակ, պաշտպանված տակ, անվտանգ, որպեսզի մենք կարողանանք ապաստան գտնել Աստծո մոտ։ Եվ 8 հրթամարը ցույց է տալիս այս վստահությունից բխող մտերմությունը։ Իմ հոգին քեզ է կպչում, քո աջ ձեռքը ինձ պահում է։ Հետեք ուշադիր։ Ոչ հեռվից, ոչ երբեմն, ոչ էլ երբ հարմար է։ Մոտիկորեն, անընդհատ, մտերիմ կերպով։ Եվ երբ մենք սերտորեն հետում ենք Աստծուն, նրա ձեռքը պահում է մեզ։ Նա թույլ չի տալիս, որ մենք ընկնենք, նա թույլ չի տալիս, որ մենք ձախողվենք, նա թույլ չի տալիս, որ մենք պարտվենք։
Հիմա անդրադառնանք Սաղմոս 118-ին տոնակատարության երախտագիտության Սաղմոսին։ Այս Սաղմոսը երգվում էր Իսրայելի մեծ տոների ժամանակ, մասնավորապես Զատկի ժամանակ։ Այն հաղթանակի, ազատագրման, Աստծո բարությունը ճանաչելու հիմն էր։ Սաղմոսը սկսվում ավարտվում է նույն հայտարարությամբ 1-29 վրդամարներում։ Գոհություն հայտնեք Տիրոջը, որովհետև բարի է նա, նրա սերը հավիտյան է։ Տիրոջ բարությունը հավիտյան է։ Այն ժամանակավոր չէ, պայմանական չէ, այն ժամկետ չունի։ Հավերժ։ 3. Այսօր, վաղը, հավիտյանս հավիտենից, Աստված բարի է, նրա ողորմությունը մնում է։ 5-6 հրթամարները հզոր վկայություն են տալիս։ Ես իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի, նա պատասխանեց ինձ ու ազատեց ինձ։ Տերը իմ կողմն է, ես չեմ վախենա։ Ինչ կարող է ինձ անել մահկանացուն։ Դժվարությունից, տառապանքից, նեղությունից, ճնշումից։ Այնտեղից Սաղմոսերկուն աղաղակեց Տիրոջը։ Եվ Աստված պատասխանեց։ Նա ոչ միայն ազատեց նրան դժվարությունից, այլ տեղադրեց ընդարձակ վայրում։ Նեղ վայրից, մեծ տեղ։ Սահմանափակումից, ազատություն։ Սակավությունից, առատություն։ Եթե Տերը մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ լինել։ Ինչ կարող է մարդկությունը անել նրանց դեմ, ովքեր բարձրյալի պաշտպանության տակ են։ Թշնամիները կարող են սպառնալ, կարող են դավադրություն կազմակերպել, կարող են հարձակվել։ Բայց եթե Աստված մեզ հետ է, հաղթանակը անխուսափելի է։ 8-9 վրդամարները հաստատում են այս ճշմարտությունը։ Ավելի լավ է Տիրոջը վստահել, քան մարդուն վստահել։ Ավելի լավ է Տիրոջը վստահել, քան իշխաններին վստահել։ Քանի անգամ ենք մենք վստահել մարդկանց հիասթափվել։ Քանի անգամ ենք մենք ակնկալել, որ ուրիշները կլուծեն մեր խնդիրները հիասթափվել։ Մարդիկ սահմանափակ են, թերի անկայուն։ Նույնիսկ ամենահզոր մարդիկ, այս աշխարհի իշխանները, չեն կարող մեզ տալ այն, ինչ մեզ անհրաժեշտ է։ Միայն Աստված է բացարձակապես վստահելի։ 13-18 համարները խոսում են մարտերի հաղթանակների մասին։ Դուք ինձ այնքան ուժեղ հրեցիք, որ ես ընկա, բայց Տերը օգնեց ինձ։ Տերը իմ ուժն ու երգն է, նա դարձավ իմ փրկությունը։ Ուրախության փրկության ձայն արդարների վրաններում։ Տիրոջ աճը զորավոր բաներ է անում։ Տիրոջ աճը բարձրացված է, Տիրոջ աճը զորավոր բաներ է անում։ Ես չեմ մեռնի, այլ կապրեմ կպատմեմ Տիրոջ գործերը։ Տերը խստորեն խրատեց ինձ, բայց մահվան չի մատնել ինձ։ Ինչ հավատքի հռչակագիր։ Ես չեմ մեռնի, այլ կապրեմ։ Հնարավոր է, թշնամին փորձել է ձեզ վայր գցել։ Հնարավոր է, նա ուժեղ հրել է ձեզ, հուսալով, որ կընկնեք, այլս երբեք չեք վեր կենա։ Բայց դուք այստեղ եք։ Դուք գոյատեցիք։ Դուք չմահացաք, դուք ապրում եք։ Եվ դուք կպատմեք Տիրոջ գործերի մասին։ Այո, գուցե դուք խիստ դաստիարակության միջով եք անցել։ Գուցե Աստված թույլ է տվել, որ դժվարությունները ձավորեն ձեզ, սովորեցնեն ձեզ, զորացնեն ձեզ։ Բայց նա ձեզ չի թողել մահվան։ Նա պահպանել է ձեզ։ Նա սատարել է ձեզ։ Նա պաշտպանել է ձեզ։ Եվ հիմա, այն համարը, որը ես նշեցի նախկինում, համար 24։ Սա այն օրն է, որ Տերն ստեղծեց։ Եկեք ցնծանք ուրախանանք դրանով։ Այս օրը։ Այս կոնկրետ օրը, որը դուք ապրում եք հենց հիմա։ Ոչ թե պարզապես անցյալի որե օր, ոչ թե ապագայի որե օր, որին դուք սպասում եք։ Այս օրը, այսօր, հիմա։ Տերն է ստեղծել այս օրը։ Նա պլանավորել է այն, նա ստեղծել է այն, նա նվիրել է այն ձեզ։ Եվ ինչպիսին պետք է լինի մեր արձագանքը։ Ուրախություն, ուրախություն։ Անկախ նրանից, թե ինչ է բերում օրը, մենք կարող ենք ուրախանալ, որովհետև Աստված է ամեն ինչի մեջ։ Անկախ նրանից, թե ինչ դժվարությունների ենք բախվում, մենք կարող ենք ուրախանալ, որովհետև Տերը մեզ հետ է։ Քրիստոնեական ուրախությունը կախված չէ հանգամանքներից։ Այն մակերեսային զգացողություն չէ, որը ի հայտ է գալիս, երբ ամեն ինչ լավ է ընթանում, անհետանում, երբ ամեն ինչ վատ է ընթանում։ Քրիստոնեական ուրախությունը ընտրություն է, որոշում, սրտի դիրքորոշում։ Մենք ընտրում ենք ուրախանալ Տիրոջով, այլ ոչ թե հանգամանքներով։ 25-26 հրթամարները մարգարեական են, որոնք մատնանշում են Մեսիային, Տեր, փրկիր մեզ, աղոթում ենք, Տեր, աղոթիր, բարգավաճիր մեզ։
Օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնում ենք քեզ Տիրոջ տնից։ Սրանք այն խոսքերն էին, որոնք ժողովուրդը բացականչեց, երբ Հիսուսը մտավ Երուսաղեմ, էշի վրա նստած։ Ովսաննա, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Սաղմոս 118-ը մարգարեացել է Փրկչի գալուստը դարեր առաջ, նախքան դրա տեղի ունենալը։ Եվ այսօր առավոտյան մենք նույնպես օրհնում ենք նրան, որ եկավ Տիրոջ անունով, Հիսուս Քրիստոսին, մեր Փրկչին, մեր Քավիչին, մեր Տիրոջը։ Հիմա եկեք միասին աղոթենք։ Փակեք ձեր աչքերը, հանգստացրեք ձեր սիրտը, մտեք ամենաբարձրյալ Աստծո ներկայության մեջ։ Տեր Աստված, այսօր առավոտյան երկրպագում ենք քեզ։ Դու արժանի ես ամեն գովասանքի, ամեն պատվի, ամեն փառքի։ Քո բարությունն ավելի լավ է, քան կյանքը, այդ պատճառով մեր շուրթերը գովաբանում են քեզ։ Դու մեր Աստվածն ես, վաղ առավոտյան մենք քեզ ենք փնտրում։ Մեր հոգին ծարավ է քեզ։ Հայր, շնորհակալ եմ այս նոր օրվա համար։ Շնորհակալ եմ, որովհետև քո ողորմությունները նորոգվում են ամեն առավոտ։ Շնորհակալ եմ, որովհետև քո հավատարմությունը մեծ է։ Դու մեզ օգնական ես եղել, քո թերի ստվերում մենք ուրախությունից երգում ենք։ Տեր, մենք հայտարարում ենք, որ սա այն օրն է, որը դու ստեղծել ես։ Մենք ընտրում ենք ուրախանալ դրանով։ Ոչ թե հանգամանքների պատճառով, այլ նրա համար, թե ով ես դու։ Դու բարի ես, քո սիրառատ բարությունը հավիտյան է։ Հայր, մենք այս օրը դնում ենք քո ձեռքերում։ Դու գիտես մեր արժ ծառացած յուրաքանչյուր մարտահրավեր, մեր կայացրած յուրաքանչյուր որոշում, մեր ունեցած յուրաքանչյուր զրույց։ Առաջնորդիր մեզ ճանապարհի յուրաքանչյուր քայլում։ Տուր մեզ իմաստություն գործելու, ճիշտ խոսքեր խոսելու խորաթափանցություն ընտրելու համար։ Տեր, ես հռչակում եմ այս աղոթքը լսող յուրաքանչյուր մարդու, որ դու ես նրանց ուժն ու երգը։ Ես հռչակում եմ, որ դու ես նրանց փրկությունը։ Ես հռչակում եմ, որ քո աջ ձեռքը հրաշքներ է գործում նրանց կյանքում։ Ես հռչակում եմ, որ նրանք չեն մահանա, այլ կապրեն, կպատմեն քո գործերի մասին։ Հայր, հեռացրու ամեն վախ, ամեն անհանգստություն։ Թող խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, պահպանի Քրիստոս Հիսուսի սրտերն ու մտքերը։ Տիրոջ ուրախությունը թող մեր զորությունը լինի։ Տեր, քո թերի ստվերի տակ ենք ապաստան գտնում։ Մեր հոգին ամուր կառչած է քեզ։ Քո աջ ձեռքով պահիր մեզ։ Պահպանիր մեզ ամեն չարիքից։ Պաշտպանիր մեզ թշնամու ամեն որոգայթից։ Թող այսօրը նշանավորվի ձեր ներկայությամբ։ Թող մեր շրջապատի մարդիկ տեսնեն Քրիստոսին մեր մեջ։ Թող մենք լույս լինենք խավարում, անտարբերության մեջ, հուսահատության մեջ։ Օրհնիր մեր ձեռքերի գործը։ Հաջողություն պարգիր քո փառքի համար մեր արած ամեն ինչին։ Բաց դռներ, որոնք ոչ ոք չի կարող փակել։ Փակիր դռներ, որոնք պետք է փակվեն։ Ուղղորդիր մեր քայլերը քո կամքի համաձայն։ Տեր, այս օրվա վերջում թող մենք հետ նայենք, տեսնենք քո ձեռքը ամեն պահի։ Թող մենք շնորհակալ լինենք, որովհետև դու բարի ես։ Թող մենք հանգչենք խաղաղությամբ, գիտակցելով, որ դու ես ամեն ինչի տիրապետության տակ։ Հիսուսի անունով, ամեն։ Դուք հենց նոր եք սկսել օրը հավատքով։ Դուք հենց նոր եք դիրքավորվել Տիրոջ ներկայության մեջ։ Դուք հենց նոր եք հռչակել Աստծո խոսքի ճշմարտությունները ձեր կյանքի ընթացքում։ Հիմա գնացեք ապրեք այս օրը քաջությամբ, վստահությամբ։ Հիշեք, Տերը ձեզ հետ է։ Ով կարող է ձեզ դեմ լինել։ Վստահեք նրան ավելի շատ, քան որևէ մարդու։ Նա ձեր ուժն է, ձեր երգը, ձեր փրկությունը։ Նրա աջ ձեռքը զորավոր բաներ է գործում։ Սա այն օրն է, որ Տերն է ստեղծել։ Ուրախացեք դրանով։ Մի թողեք, որ հանգամանքները գողանան ձեր ուրախությունը։ Մի թողեք, որ խնդիրները մթագնեն ձեր լույսը։ Դուք ամենաբարձրյալ Աստծո զավակն եք, նրա սիրառատ բարությունը հավերժ է։ Գնա խաղաղությամբ, թող Տիրոջ օրհնությունները հասնեն քեզ ու ուղեկցեն քեզ այսօր միշտ։ Կիսվիր այս աղոթքով նրանց հետ, ովքեր կարիք ունեն իրենց օրը սկսելու Աստծո ներկայությամբ։ Եղիր օրհնություն ուրիշների կյանքում։ Մինչ հաջորդ աղոթքը։ Աստված առատապես օրհնի ձեզ։ Ամեն։